Ներ ժողովուրդ մեր ըստ էության վերջին վիճակագրության թեման է այսօր լինելու։ Հենց մաքուր վիճակագրություն կտորի մեջ էլի նկատի ունեմ հələ ML-ի կտորի մեջ էլի տենց վիճակագրական գաղափարներ քննարկելու ենք, բայց այսօր փակում ենք թեստերի թեման, ու է դրանով արդեն ասենք հաջողություն մեր վիճակի կտորին։ Հետո մի հատ էլ դաս կունենանք, թե ինչպես խաբել վիճակագրության շնորհիվ, բայց դա ավելի շատ տենց հավեսի մեջ է լինելու էլի, ոչ թե ինչ որ տենց լիքը բանաձևեր տուդի սուդի։ Նաև վիճակագրական մոդելավորման ինչ որ գաղափարներ գցեցինք բանի վրա, ML անելուց որպես լրացուցիչ դասի վրա։ Հենց որ այսօր տենց մի հատ եզրափակենք արդեն վիճակագրությունը ու մեր այսօրվա պլանն է լինելու ուղղակի տենց անունով թեստեր քննարկել մի քանի հատ ու քննարկել մի հատ ողջուներ ու քննարկել մի հատ տեսություն, որ տենց այդ ամենի տակից կարանք իրան լավ սիրուն տեսնենք ու ձևակերպենք, բայց հա պլանը դա է։ Ինչ որ խառը բանաձևեր այսօր տեսնելու ենք, բայց մեզ ավելի շատ գաղափարն է հետաքրքիր լինելու, թե ինչ ձևով կարանք տարբեր թեստեր կազմենք, որ դեպքում որ թեստը ընտրենք, այդքան շատ չենք խորանալու հենց կոնկրետ ինչի է այս բանաձևը, ավելի շատ ոնց որ օքեյ, լավ, հասկացա, իդեան սրա մեջ էր, օքեյ, ընտիր։ Մեկ էլ պլանի հետ կապված ասեմ, որ բան կանենք մեկ էլ։ Հաջորդ դասը տենց ոչ թե մենակ գործնական կլինի, այլ տենց գործնական պլյուս հարց-պատասխան, այսինքն ինչ հարցեր ունեք, բերեք ուղղակի տենց քննարկենք, մի հատ սաղ մարսենք ու ասենք դե վիճակագրությունը բրցանք, գնացինք ինֆորմացիայի տեսություն։ Nice լավ։ Մինչևս մենք քննարկում ենք, թե տենց ինչա զրոյական հիփոթեզը, որն է ալտերնատիվ հիփոթեզը, ոնց p-value հաշվել, ինչ տեսակ սխալներ ունենք, այդ z ստատիստիկան հաշվենք, գնանք աղյուսակից նայենք ու նայում ենք ինչ որ տարբեր թեստեր, այն permutation-ների թեստը, որ ասում ենք, օքեյ, երկու խումբ եթե ունենք, եթե ոչ մի էֆեկտ չկա այս խմբերի տարբերության մեջ, կարանք իրենց խառը տարբեր ձևերով թիմերի բաժանենք, պետքա նույնը մնա։ Ունենք այն ավանդական t-թեստը կամ երբ որ student-ի բաշխումից ենք վերցնում, բայց հələ իրականում լիքը ուրիշ տարբեր թեստեր կա։ Օրինակի համար մենք ինչ քննարկել ենք այն դեպքերի համար, երբ որ մեր մոտ առարկները եղել են տենց անընդհատ։ Այսինքն եղել է ինչ որ 3.5, 4.2, 3.8, այսինքն ինչ որ առարկներ։ Ոչ թե օրինակ կարմիր, 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 կանաչ, 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 կատեգորիկ չեն եղել տվյալները։ Մեր մոտ հիմնականում եղել է, տենց չի եղել, որ խմբերի իրար հետ կապված լինեն, այսինքն մինչև դեղը ընդունելու արժեք, դեղը ընդունելուց հետո արժեք։ Ավելի շատ եղել է դեղը չընդունած մարդկանց մոտ արժեք ու դեղը ընդունած մարդկանց մոտ արժեք։ Կարծես միտքս նա, որ տենց բավականին կարճ ուղղավորվի թեստերի տեսակները ու այսօր ուղղակի կփորձենք մի հատ բավականին մեծ տոկոս իրանց ծածկել առնվազն գաղափարական մակարդակով իմանալու նպատակով։ Ու սկզբում կանենք այդ խմբերով։ Սկզբում կանենք տենց միջինի համար թեստերը, այսինքն ինչ որ ասում ենք μ1-ը հավասար չի ինչ որ բանի կամ μ1-ը հավասար է μ2-ի, այդ տենց ինչ որ բաներ։ Հետո կնայենք պրոպորցիաների ու քանակների համար։ Պրոպորցիաների համար կարող օրինակ լինի, ասենք Բեռնուրին, որ ասում ենք 60 անգամ կոպեկը անգել, ղուշը անգել, այդ 60 100-երորդն է։ Նման թեստեր։ Հետո մի քիչ կխոսանք այն դեպքերի մասին, որտեղ որ ենթադրությունները ձախող բան են, չեն գործում մեր մոտ, ինչ անենք այդ ժամանակ։ Կնայենք մի հատ sense թիթիզոտ ծառ, թե որ դեպքում ինչ օգտագործել։ Հետո կխոսանք այս likelihood ratio framework-ի մասին, որը որ տենց ընդհանուր մոտեցում է, թե ոնց կարանք պատկերացնենք որպես այս բոլոր թեստերը պատկերացնենք որպես ունենք մի հատ սահմանափակ մոդել, որը ասում է μ1-ը հավասար է ինչ որ բանի, ու ունենք չսահմանափակված մոդել, որը ասում է, չգիտեք, ինչ մյուն ուղղակի դրան հավասար չի։ Ճկունություն ենք տալիս, թե ինչ է, ու ոնց կարանք սա կապենք maximum likelihood estimation-ին ու դրա թեստերի բաներ նայենք։ Ու հետո վերջում էլ կնայենք մի երկու հատիկ էլ թեստ, այդ առումով մի քիչ տարօրինակ է հերթականությունը, բայց ուղղակի մտվախ կար, որ կարող է սա հետևա մնա, դրա համար ենք այս հերթականությամբ գնում։ Հետո վերջում կնայենք ANOVA կոչվող թեստը, analysis of variance, որը տենց եթե շատ խմբեր ունենք, այդ խմբերի համար կիրառվողն է։ ANOVA-ից հետո ավելի սպეციფიկ ուսումնասիրելու թեստ, մոտեցում ավելի ճիշտ,
ու AB testing-ի գաղափար ու всё, в принципе։ Այսքանը եթե հասցրեցինք, ընտիրը։ Նախ առաջինը մի sample-անոց t-test-ը։ T-test-ը դա t-test ենք օգտագործում, որովհետև իրական կյանքում հազիվ թե մեզ մեկը sense վարիացիան sense sin of բերի տա, պետքան վարիացիան մենք գնահատենք, գնահատելուց էլ այնտեղ մի հատ ավել բան ենք մտցնում, որի բերած էֆեկտը ուղղելու համար, ասում ենք եկեք ոչ թե նորմալ բաշխումից արժեքներ վերցնենք, այլ բանից վերցնենք, t-test-ի student-ի բաշխումից վերցնենք, որտեղ student-ի բաշխումը մի քիչ ավելի տես բանոտ լիքոտ փոչեր ունի, ավելի ռեալիստիկ է դարձնում մեր ունեցած ոչ հստակությունը, բայց մի խոսքով թեստը ոնց է, զրոյական հիփոթեզն է, որ միջինը հավասար է ինչ-որ մի հատ արժեքի, ասում ենք չէ, ալտերնատիվային է, որ հավասար չի։ Այս եղավ երկու կողմանի թեստ։ Մոտեցումը որն է, ասենք ունենք կոֆեի խանութ, ասում ենք, որ ամեն բաժակը 350 մլ է, 25 հատ չափել ենք, տեսել ենք 345 մլ է, ստանդարտ շեղումն էլ եղել է 10։ Դե հաշվարկով գնում ենք, այս ստանդարտ, որ ասենք ստեղ ասում ենք 10, կամ լավ չգնահատողությամբ, այս մեր ավանդական մոտեցումով գնում ենք, հանում ենք միջինը, բաժանում ենք ստանդարտ էռորի վրա, ստանում ենք արժեք, հաշվի ենք առնում, որ երկու կողմանի է, p-value-ն երկու անգամ բազում պատկում ենք, արժեք ենք ստանում, համատում ենք, հոպ, մերժում ենք կամ չենք կարողանում մերժել, ավանդական ստանդարտ մոտեցումն է։ Այս ուղղակի մի հատ վերհիշենք, թե ինչի մեջ ենք, որտեվ այս ալիքը բաներ էլի լինելու է մոտավորապես նույն հաշվարկներով անցնել ու կրիտիկական արժեքի հետ համեմատել։ Հա։ Միանգամից ավելի հետաքրքիր բան գալիս է այս մեր մոտ մի sample-անոց t-test-ներ, որտեղ ունենք sense ուղղակի հերթական արժեքներ։ Հիմա կտեսնենք, թե ինչա paired t-test-ը, զույգավորված t-test-ը։ Օրինակի համար, եթե չափում ենք, ունենք տենց ինչ-որ մարդկանց, չափել ենք իրանց մոտ, որ արյան ճնշումը մինչև դեղ է ընդունել եղել է 140, ընդունելուց հետո դարել է 140։ Մեկի մոտ եղել է 142, ընդունելուց հետո դարել է 138։ Եվ այլն եւ այլն։ Հիմա ոնց փորձարկենք այս դեղը աշխատում է թե չէ, արդյունք տալիս է թե չէ։ Երբ որ այսքան մեր մոտ sense զույգերով է մեր ունեցած չափումները։ Դե այսրան ուղղակի էլի բերում ենք դեպի մի հատիկ թիվ, հաշվելով տարբերությունները։ Այստեղ հաշվում ենք 148, 4, 4, 4, 3 եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու մեր զրոյական հիփոթեզը այս սյուժետում լինում է այն, որ տարբերությունը պետքա 0 լինի, այսինքն դեղ խմի նույն բանն է։ Ալտերնատիվ հիփոթեզը լինում է, որ չէ, 0 չի, պետքա փոփոխություն լինի։ Ավելի ռեալիստիկ երևի կձևակերպեինք սա որպես օրինակ մեծ լինի, եթե ուզում ենք ճնշումը բարձրացնի կամ փոքր ազրույց, եթե ուզում ենք նվազացնի։ Բայց այդտեղ ուղղակի ստանդարտ դեպքի համար, ուղղակի որպես հավասար չեով եթե ձևակերպենք, այստեղ ունենալու ենք նույն պատմությունը, այսինքն նույն ձև հեսա այստեղ պետքա գանք հաշվենք միջին այս տարբերությունների, սրանցից հանենք 0 ըստ էության ու բաժանենք մեր ստանդարտ էռորի վրա ու համատենք արդեն որպես կրիտիկական արժեք բանից, t-test-ից եկող արժեքի հետ, ու տենց, էլի ավանդական մոտեցում։ Այսինքն ստեղ ուղղակի էական կտորեն էր, որ այդ զույգից ստանում ենք մի հատիկ արժեք, տարբերություն դիտարկելով, ու մեր սկզբնական այն արժեքը, որի վրա որ սկզբնական պատկերացրած ազդեցությունը լինում է 0, այսինքն պատկերացնում ենք, որ չի ազդում։ Այս օքեյ էր։ Հայկական մի հատ բան հարցնեմ, էլի միշտ է, որ այդ before-ից after-ից հանեմ, կարող է դեպք եղնի խոսքի բաժանենք կամ ինչ-որ ֆունկցիա անենք, էլի այդ երկուսի միջև։ Այսա մի քիչ հետո տեսնելու ենք մի հատ թեստ, որտեղ որ ասում ենք եղած արժեք, հանած ակնկալած արժեք, բաժանած ակնկալած արժեք, այդ այստեղ քառակուսիով է, sense մի քիչ ավելի պրոպորցիայի գաղափար է ստանում, այս մի հատ ուրիշ թեստ է։ Հենց ուղղակի այս սյուժետի մեջ հանելու փոխարեն բաժանումով թեստ ես չգիտեմ, բայց շատ հանգիստ կարա լինի, էլի, այսինքն իդեան բավականին բնական նորմալ իդեա է, էլի։
Հայկ ջան, օրինակ ինտուիտիվ որ նայում եք, այդ օգտագործելուց հետո իջնում է, չէ՞, թվերը։ Էդի արդեն ինքը իրանով չէր կարա ենթադրել, որ դա ազդելու է։ Ա, Կարար, բայց այստեղ ուղղակի այստեղ մեր մոտ մեր միշտ սախ բանը նրա մեջ է, որ մենք այս evaluation-ը որ փորձում ենք գտնել, մեր սաղ գործը հասկանալ ինչքանով է անգլերենով significant, հայերենով ինչքան է էական Գնահատելի։ Հա, ազդեցությունը։ Այսինքն, եթե օրինակ ստաբիլ նվազում է, բայց ասենք 148-ից 147-ին է նվազում, այս արդեն մի հատ կարմիր դրոշակ է։ Եթե թեկուս 148-ից նվազում է 70, բայց այս միակ տվյալն է, որ ունենք, ուրիշ ոչ մի մարդու վրա չի եղել, ասել երկրորդ կարմիր դրոշ։ Կարմիր դրոշակների պահը հաշվի առնել, էլի, որ կարողանանք հա, ոնց որ ավելի վստահ խոսանք, sense ասած, որ մեզ չկարանան գան հարվածեն ասեն, բայց այս պահը հաշվի չես առը կամ այս պահը հաշվի չես առը։ հմ, հա, եղավ Okay։ մերսի։ Հմ, Տեսել։ Հա, դե բարի։ Հա, ուստեղ ժողովուրդ, մի հատ էլ ընդհանուր նշում, այս սլայդերի մեջ սարքելուց ավելի շատ բան էի ներառել։ Ինչ որ բաներ տենց թերթելով եմ ուղղակի անցնելու, բայց իմացեք, որ սլայդերի մեջ ինչ որ բաներ ավելի մանրամասն կան գրած, էլի։ Հատկապես այն վերջի սլայդերից մի մաս ուղղակի չենք անելու, բայց ոնց որ թողել եմ, որովհետև դա ափսոսական, կարող է կարդ նայեք ավելի օգտակար լինի, բայց մենք չենք ծածկի ֆլորիվ էլի։ Okay։ Հիմա մի հատ ուրիշ թեստ, այստեղ մենք նայում ենք paired t-test-ը, ինքը մինչև դրան նայում ենք մի sample-անոց t-test, բայց ինչ եթե ուզում ենք նայել միանգամից գործանենք երկու խմբի հետ, ու այդ երկու խմբի հետ կապված բան համեմատենք։ Այդ արդեն կոչվում է երկու sample-անոց t-test, որտեղ համատում ենք խմբեր։ Այսինքն ունենք մի հատ ինչ-որ խումբ, իր մոտ մեր արժեքների տեսած միջինը եղել է x1 գլխարկ, ստանդարտ շեղումը s1, n1 տվյալ, մյուսի մեջ x2-ով նույն ամեն ինչը։ Հիմա ուզում ենք հասկանանք այս երկու խմբին տարբերություն կա, թե չէ։ Այս նույն բանա, որ քիչ շատից տեսել էինք, բայց մեր մոտեցումը ստեղ հետևյալն է, որ էլի խմբերի մեջ տարբերության համար ասում ենք դե իրարից բռնենք հանենք արժեքները։ Նախորդ դեպքում տարբերությունը նախ էինք մենք ասում մի sample, որտեղ այնտեղ մի հատ մարդու համար նախկին արժեք ու հաջորդ արժեք էր։ Հիմա մեր մոտ ուղղակի երկու խումբ է, այդ երկու խմբերի միջինների մեջ տարբերություն ենք նայում, ոչ թե մի մարդու երկու արժեքների տարբերությունների մեջ միջին։ Որ համ նախադասության հերթականությունն է փոխվում, համ մարդկանց քանակն է փոխվում, էլի։ Բայց հա, բռնում ենք սկզբնական հիփոթեզը նա, որ դե միջինները նույնն են իրանց, այստեղ ամեն ինչ միջիններով ենք խոսալու դեռ, էլի, հիմա միջինների համար թեստերի ընտանիքի մեջ ենք։ Ալտերնատիվ հիփոթեզան է, որ տարբեր են։ Դե բռնում ենք միջինների տարբերությունն ենք հաշվում, ու ստեղ էլ, երբ որ պետքա հաշվենք վարիացիան, օգտվում ենք մեր սիրելի ենթադրություններից մեկից, որ ասում ենք այս sample-ները իրարից անկախ են։ Այսինքն այդ երկուսի վարիացիաները x1 մինուս x2-ի վարիացիան պետքա նույնը լինի, ինչ ուղղակի այդ երկուսի վարիացիաների գումարը, ու դրա համար ստեղ ուղղակի ասում ենք s1 քառակուսի բաժանած n1, s2 քառակուսի բաժանած n2, ու այս վարիացիաներն էր։ Ստանդարտ էրորն է մեզ պետք, դրա համար արմատի տակ ենք վերցնում, ու sense degree of freedom-ների համար մի հատ ավելի խուճուճ բանձև ունենք, որ այդքան շատ չենք խորանա։ Այստեղ նշում կա թե ինչի է խուճուճ ձևով բանաձևը։ Միտքը այն է, որ ոնց որ վարիացիաները որ կարող տարբեր լինեն, ուզում ենք դրանց համար բալանսավորենք, բայց շատ կարևոր չի։ Ես էլ ես մի մոտեցումը, իրան անվանում են Welsh-ի, ենթադրում եմ, որ տենց է այդ մարդու ազգանունը կարդացվում։ Բայց հա, որպես օրինակ եթե նայենք, կարանք պատկերացնենք, որ ասենք մի հատ ինչ-որ դասատու երկու տարբեր ձևով է սովորացնում ու գնահատականներն է ֆիքսում ուսանողների, պետքա միջին գնահատականները իրարից հանենք, նայենք ստեղ ստանդարտ շեղումները, ըստ վարիացիայի բաժանենք, ստանանք, ասենք 2.06։ 2.06 հատ ստանդարտ էրորով n կոմա մեր ակնկալածից, այսինքն ճիշտ 0-ից էլի։ Համատենք իրան կրիտիկական արժեքի հետ, բանի աղյուսակից եկող
ուսանողի բաշխումի աղյուսակից եկող ու էլի ավանդական նույն քայլերը էլի մեր մոտ ստեղ։ Դե պրոպորցիաներից խոսանք։ Պրոպորցիաները ըստ էության Բեռնուլիի բանով նայելով լիքը տենց նայել ենք, երբ որ խոսում ենք օրինակ կոպեկը արդար է թե չէ։ Ասում ենք 200 անգամ գցել ենք 115-ը հուշանք է, այդ նշանակում է որ մենք մտածում ենք, որ 115 200-րդ արժեքը իսկ զրոյական հիփոթեզը ստեղ են ալնում, որ P0-ն 0.5-ը ու էլի նույն ստանդարտ բանը կիրառում ենք, ստեղ վարիացիան որպես Բեռնուլիի բաշխումից եկող վարիացիա, հաշվում ստանում ենք։ Նույն պատմությունն է, ստեղ շատ հետաքրքիր բան չկար։ Զառը որտեղ կամ հուշ անգնում, կամ գիր անգնում։ Ինչն է, որ էլի վիճակագրության դասագրքերը ահավոր սիրում են, բայց մի քիչ ավելի շատ տարբերակներ ունի։ Ոնց որ թե արդեն ասացի բանը։ Իսկ ինչ եթե հիմա օրինակ զառ ենք գցում, ու զառ գցելուց գրանցում ենք, որ օրինակ 1-ը ընկելական, 2-ը 17, 3-ը 15, 4-ը 23 եւ այլն եւ այլն, տենց 120 անգամ գցել են։ Այդ դրա դեպքում ոնց մոտենանք։ Այստեղ գաղափարը էլի բավականին նման է նրան, որ մենք ասում ենք, եկեք բռնենք հանենք բանից, ակնկալվող արժեքից, այսինքն զրոյական հիփոթեզից հանենք։ Զրոյական հիփոթեզը, եթե կոպեկի դեպքում 0.5-ն է, զառ 120 անգամ զառ գցելու դեպքում զրոյական հիփոթեզը կլինի, որ ամեն մեկից է 20-20 կընկնի, հավասարաչափ բաշխում։ Ու հիմա, եթե բռնենք ուղակի իրարից հանենք 25 հանած 20, հետո ասենք գումարած 17 հանած 20, ըստեղ կստացվի 5 մինուս 3, 2, այս տարբերությունները իրար եկան մի քիչ խանգարեցին, դրա համար ոնց որ քառակուսի ենք բարձրացնում, իրականում ոչ միայն է դրա համար, կանավ եկեք մի հատ ընդհանուր ասեմ, որ քանի որ ուղղակի եթե գումարը վերցնենք բանանենք, այդ պլյուս մինուսները իրար կուտեն, դրա համար մի մոտեցում, որ բարձրացնում ենք քառակուսի, բայց մեկ էլ մի հատ էլ այդ ամեն ինչը տենց ավելի նորմալիզացնելու համար, ավելի լավ միջակայքի բերելու համար բաժանում ենք այդ մեր ակնկալվող արժեքի վրա, այստեղ 20-ների վրա կբաժանենք ամեն ինչ, էլի։ Այստեղ տառերի հետ կապված այս on observed-ից է գալիս, տեսածից, yen-էլ expected-ից, H0 հիփոթեզի դեպքում ակնկալիքից։ Այստեղ խի ենք բաժանում Y-ի մի քիչ ավելի վիճակագրական պատասխանը այն է, որ այս H0-ի տակ այս բաների ընկածների քանակը մոտավորապես տենց Պոասոնոտ է իրան պահում, Պոասոնը միշտ խփելու հետ սերուներ։ Մոտավորապես այս ակնկալվող բանի վարիացիայով, այնտեղ մացպասումն էլ վարիացիաներ լամբդաների էին հավասար։ Ու հիմա սրան բաժանելը մոտավորապես նույնն է լինում, ինչ տենց փորձեինք, այն որ ասում էինք հանենք այս բանը, տարբերություն հանած միջին բաժանեինք մեր մոտ վարիացիայի, որ բան անենք, իրան բերենք 0.1 ստանդարտ նորմալի, հիմա այստեղ այսա տանում է այդ մեր վարիացիայի դերը, որ նորմալիզացնի ամեն ինչ, որ վերջը այս մեր ստացածը մոտավորապես այդ z արժեքի նման լինի։ Բայց այդ կլիներ, եթե ես ուղղակի ասեի եղած արժեք հանած ակնկալվող, բաժանած, դե ճիշտ լինելու համար այնտեղ արմատով ասենք արմատ ակնկալվող, բայց այստեղ մեր մոտ ոչ թե այս z արժեքներն են, այլ իրանց քառակուսիներն են, ու իրականում զառի 1, 2, 3 եւ այլնի համար ամեն մեկը իրար գումարում ենք այդ տարբերությունը, այսինքն ինքը այդ տարբերությունների նորմալիզացված տարբերությունների քառակուսիների գումարն է, դրա համար սա ոչ թե գալիս է z-ի բաշխումից, այլ ունի c անգլերենով գրվում է չ-ի չի քառակուսի։ Ունի մոտավորապես sense տեսք, այստեղ կախված նրանից թե քանի բան են գումարում։ Այստեղ ասում ենք, որ ունենք z1, z2 եւ այլն, իրեն գալիս են մեր մոտ
ստանդարտ նորմալից, որ արդյունք իրանց քառակուսիներն են ու այդ քառակուսիների գումարները։ Այստեղ կանել տանում է արդեն այս ազատության աստիճանի դերել, թե քանի հատ ենք գումարում։ Հա, ու իմաստ էության այս նույն սկզբունքով որ մոտենալու լինենք մեր ավանդական, ուղղակի մի վաղտ աղյուսակ են զեթերի աղյուսակն ենք նայում, մի վաղտ ուսանողի աղյուսակն ենք նայում, հիմա այս քառակուսու աղյուսակն ենք նայելու, էլի։ Բայց միտքը լրիվ նույնն է մնում, էլի, այստեղ գալիս ենք այսա հաշվում ենք, ստանում ենք արժեք, այստեղ ազատության աստիճանը 6 հանած 1 5 եղավ, նայում ենք կրիտիկական արժեքը 5 ազատության աստիճանին ու օրինակի համար որոշել ենք pen 005 վերցնենք, 005-ին համապատասխանող ու համատում ենք իրար հետ։ Էլի լրիվ նույն ստանդարտ մոտեցումը։ Սրան անվանում են goodness of fit։ Այդ fit-ը շատ դժվար բառ է հայերեն թարգմանելու համար։ Ոնց որ համապատասխանության, ինչքան լավ է համապատասխանում, կարանք մոտավորապես տենց ասենք։ Բայց այս բառի վրա հələ հետո կտանջվեմ, ML-ը որ սկսենք այդ ժամանակ պետքա լավ տանջվեմ, որ հասկանամ ոնց թարգմանենք, հələ կարամ գցեմ հետո եւա։ Շատ նման հետաքրքիր դեպք կլինի, եթե ունենք երկու հատ կատեգորիկ տվյալներ։ Այսինքն ունենք երկու հնարավոր կատեգորիա բաներ համատելու, ստեղ ունենք ուղղակի մի հատ զառ, այդ զառի համար 6 տարբեր արժեքներ, իսկ ինչ եթե ունենք երկու հատ սյունակ։ Օրինակի համար ունենք մարդը ծխող է թե չէ ու քաղցկեղ ունի թե չէ։ Այդտենց խմբավորել դեպքում էլի իդեան լրիվ նույնն է, ուղղակի ասած երկչափ է դառնում։ Մենք ստեղ իրական տվյալներ օրինակ տեսնում ենք, որ ծխողները 40-60 է բաշխում եղել, չծխողների մեջ 10-90, այսինքն ընդհանուր եղել է 50 ծխող, 50 հիվանդություն ունեցող ու 150 չունեցող։ Հիմա եթե էֆեկտ չկա, մեր զորական հիպոթեզը պետք է լինի, որ ծխող չծխողի մեջ հավասար բաշխված պետք է լինի, չէ՞, 25-25, ըստեղ էլ 150-ը 75-75։ Դե բռնում ենք, էլի նույն սկզբունքով հաշվում ենք հետևյալը։ Եղած արժեք 40 հանած ակնկալվող 25, քառակուսի բաժանած 25։ Այս մեր առաջի գումարելին։ Հետո այս մեկը կլինի 60 հանած 75, արդեն n մյուս ակնկալվող քառակուսի բաժանած 75, ասենց հաշվելով գնում ենք։ Ազատության աստիճանի տեսանկյունից էլ ստեղ ինչ ունենք, մի դեպքում երկու տարբերական, մյուս դեպքում երկու տակ, այսինքն ծխող չծխող, քաղցկեղ ոչ քաղցկեղ։ Ազատության աստիճանները լինում են մի հատ մեկով հանած, էլի, որտեղ եթե ասենք չի, արդեն ավտոմատ է, էլի, մենակ մի բան կարանք փոխենք, մեկը փոխեցինք, մյուսը ֆիքսվում է, էլի։ 3 հոգի կա, երկուսին երկու տարբեր կոնֆետ տվեցինք, ավտոմատ երրորդին է դառնում իդեան։ Ստեղ նույնն է։ Հա, բայց հա, ստեղ է սա նույնիսկ այս նույն սկզբունքով հաշվում է ուղղակի բոլոր գումարների համար։ Degree of freedom երկու ստացվեց մեկ, սակի ծառայքանք հավանժ։ Հիմա նայենք տեսնենք, իսկ այդ մեր շատ սիրելի բանը, որ նորմալ է, բաշխումի հետ կապված ասում ենք, իսկ ինչ եթե ուզում ենք տենց դրա վրա հույսներս չդնենք, ունենք ինչ-որ բան, որ նորմալ բաշխմանը չի հետևում օրինակ։ Ինչ թեստ կարանք անենք, որ տենց պարամետրիկ չլինի ընդհանրապես, էլի կախված չլինի հստակ բաշխումից, հստակ բանից։ Դե այստեղ գալիս են Mann-Whitney U տեստը ու Wilcoxon-ի թեստերը, ու ասենք տենց հիմնված են լինելու շատ ռանգերի ու ռանգերի միջև խմբերի ռանգերի հաշվարկով են կազմվելու մեր մոտ։ Ինչ մտքով պատկերացնենք ունենք երկու խումբ, այս օրինակի համար կարելի լինի բան, օրինակ մտել են ծրագրի մեջ, քանի վայրկյան հետո են գնել մեր ուզած բանը օրինակ։ Ուզում ենք հասկանանք այդ երկու խմբի մեջ տարբերություն կա թե չէ։ Մեկին օրինակի համար սկզբում ռեկլամ ենք ցույց տվել, եւ մյուսին չենք ցույց տվել։ Հիմա ստեղ պահարտ լինի, որ կարա ուղղակի տենց կոմպը բացած լինի, մոռանա որ բացած է, հետո 2 ժամից գա ասի՝ «Վայ, հեսա տեղա» ու նոր մտնի կտցնի օրինակ առնելու կոճակին,
Հիմա այդ մարդը դառնում է մեր մոտ outlier։ Ինքը բռնելու է այս մեր բաշխում արժեքների ուղղակի քաշի իր վրա։ Արդեն միջինի հետ կապված ամեն ինչ դաժան։ Կարանք բռնենք մտածենք եկեք դե մեդիանի հետ կապված թեստեր կիրառենք բանման, մեդիանը այդքան զգայուն չի outlier-ների նկատմամբ։ Կամ կարանք ընդհանուր որպես մոտեցում ասենք մեզ ընդհանրապես հետաքրքիր չի ինչքան մեծ ա եղել իր արժեքը, մեզ հետաքրքիր է ինքը ամենամեծ արժեքն է եղել, թե չէ։ Արդեն սկսենք ուղղակի իրանց ռանգերի մասին խոսալ, էլի իրանց հերթական համարի մասին խոսալ։ Ու կարանք պատկերացնենք օրինակի համար ունեցել ենք այտենց 1-ից 10 րոպե ա եղել բոլոր արժեքները ու հիմա այս մի խմբում եղել են 2 րոպե հետո, 3 րոպե հետո, 5 րոպե, 7 րոպե, 9 րոպե հետո բաներ, արժեքներ, մյուսում եղել են 1, 4, 6, 8, 10 արժեքներ։ Հիմա այստեղ կարող ինչ որ բաներ համընկներ իր հետ, էլի պարտադիր չի որ տենց լրիվ տարանջատված լինեին։ Հիմա մոտեցումը որն է, ասում ենք որ եթե այս երկու խմբերի մեջ տարբերություն չկա, ուրեմն կենթադրենք որ այս ռանգերի մեջ էլ պետք է շատ տարբերություն չլինի, այսինքն օքեյ, դե առաջի տեղը ինչ որ մի խմբում կլինի, բայց երևի երկրորդ տեղն էլ այն մյուս խմբում կլինի։ Նույնիսկ չի լինի որ առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ տեղերը մի տեղ լինեն, այսինքն ամենաարագ վճարում անողները մի տեղ լինեն, մնացածը մյուս տեղը լինեն։ Այսինքն եթե եղավ կնշանակի ահագին տարբերություն կա, չէ՞։ Բայց եթե եղավ, ասենք 1, 3, 5, 8, 10, այստեղ այդքան շատ չի տարբերություններ էլ, դե իրականում էս օրինակը այդքան էլ լավը չէր, լավ կլիներ մի երկու բան փոխեի, ասենք 1, 3, 6, այստեղ 5։ Այսինքն միջինում տեղ երկու տեղն էլ միջին են բաները, էլի, միտեղ մեկը շատ արագ է, բայց այդ մյուս տեղն էլ, այդ նույն տեղն էլ մեկը շատ դանդաղ է եղել։ Տենց որպես այդպեսի շատ տարբերություն չկա։ Հիմա սա կարանք ուղղակի բռնացնենք այս ռանգերի գումարը հաշվելով։ Այստեղ ռանգերի գումարը լինելու է շատ-շատ տարբեր, քան այստեղ ռանգերի գումարը։ Այստեղ ժողովուրդ, այս օրինակի մեջ 1-ից 10 թվերն ու ռանգերն էլ է 1-ից 10 թվերը, բայց այստեղ շատ հանգիստ կարող լիներ օրինակ 12, 24, 36, 41, 50, 50 ու տենց, ոնց որ կարող խառը մեծ արժեքներ լիներ, մենք էլի նայենք այդ արժեքների բաներով ու ուղղակի ռանգերի գումար հաշվենք, էլի ոչ թե եղած արժեքների գումար։ Ուհա, այս ման Ուիթնի գաղափարը դա է։ Հաշվի արժեքների ռանգերը, ռանգերի գումարները վերցրու ու նայի այդ բանի տարբերությունը ինչքան էական է։ Ռանգերի տարբերությունը ինչքան էական է։ Մի հատ ուրիշ նման թեստ բանն է։ Wilcoxon-ի նշանով ռանգերի թեստն է։ Այս սրա գաղափարն էլ է նա, որ օրինակ էքսպերիմենտ են կարել, մի քանի դեպքերում ավելի լավ արդյունք է տվել, մի քանի դեպքերում ավելի վատ արդյունք է տվել։ Հիմա կարանք հաշվենք, ասենք 4 հատի վրա լավացրել է, 3 հատի համար վատացրել է։ Հիմա օքեյ, բայց նաև էական է թե այդ որ վատացրել է մի պստիկ է վատացրել, թե վատացրելուց ահավոր էական է վատացրել։ Նույնն էլ այն մյուսի համար։ Այսինքն մեզ համ հետարքիր է բաները, քանակները, համ հետարքիր է ընդհանրապես ինչքան շատ են լավացրել, վատացրել։ Այդ ինչքան շատ է, էլի կարանք որպես ռանգ ձևակերպենք, պարտադիր չի բան անենք։ Հենց absolute եղած արժեքները նայենք։ Ուա, այդ հիմնական գաղափարն է։ Ոնց է աշխատում, ասում ենք, դե բռնի հաշվի տարբերությունները, մոտեցումների, ասենք։ Նոր մեթոդ, հին մեթոդ ու բան։ Մարդ 1, մարդ 2, մարդ 3 եւ այլն եւ այլն։ Տարբերությունները հաշվելով գնա։ Վերցրու իրանց բացարձակ արժեքները, որ լավացում, վատացում է, դրանք նայենք։ Ու բանարա, սորտավորի։ Ռանկով նայենք, ասենք, ինչքան շատ ազդեցություն ունեցավ։ Համ շատ բացասական ազդեցությունն է լուրջ բան, համ շատ դրական ազդեցությունն է լուրջ բան։ Դրա համար ռանգերով ենք նայում։ Հետո ասում դե բռնի ազդեցություն ունեցածների ռանգերը գումարի իրար։ Այսինքն տեսնենք, որ այդ լավ ու նույնը արա վատերի համար, նվազումների համար բռնի նույն ձև հաշվի։ Ու հետո մեր թեստ ստատիստիկան դառնում է այդ W+-ի ու W-ի մինիմումը։ Եթե պուճուր է, այս W-ն նշանակում է, որ այս նշաններից մեկը տենց լավ դոմինանտ է, էլի։ Այսինքն դրական ազդեցությունները օրինակ բանի պետք չեն։
շատ ավելի փոքր են, քան մյուսը, ու տենց բացարձակ արժեքով է շատ ավելի փոքր են, այսինքն այդ մի ուղղությունը, այդ վատացումը կամ լավացումը էական դեր է ունենում։ Այդ դեպքում երևի մեր ենթադրությունը, որ ճիշտ է, պետք է այդ էությունը մերժենք։ Ու ինտուիցիան նաև այնա, որ եթե ոչ մի էֆեկտ չկա, ուրեմն ոնց որ տարբերությունների կեսը դրական պետք է լինի, կեսը բացասական, ու տենց մոտավորապես նույն քանակներով։ Ոնց որ այդ ռանգերի գումարը պետք է մոտավորապես նույն բանը լինի, էլի, sense թե նենց։ Հա։ Ու մի հատ օրինակի համար եթե նայենք, կարող պատկերացնենք, որ ասենք ունենք բան, առաջին մարդու համար 5-ով ավելացում ա եղել, երկրորդի համար 3-ով ավելացում, մյուսի համար 1-ով նվազում, 7-ով ավելացում եւ այլն եւ այլն։ Հիմա այս ամեն ինչի բացարձակ արժեքներն ենք վերցնում, այս -1-ը դառնա 1, 2-ը դառնա 2 եւ այլն։ Հետո սրանց սորտավորում ենք, թե որը ինչքան մեծ արժեք է այս 1-ը ամենափոքրն էր, իր ռանկը 1, հետո 2-ի ռանկը 2։ Ստեղ ստերության ոնց որ ուղղակի նույն բանն է գալիս, նույն ռանկն է գալիս, բայց կարող է շատ հանգիստ էլի ուրիշ թվերով լինել, էլի, ստեղ ուղղակի հարմար ձևով է ստացվում։ Բայց այս աբսոլյուտ արժեքով վերցնել ենք, չմոռանանք, էլի ինքը պլյուսից է եկել, թե մինուսից։ Բաժանում ենք իրենց թիմերի, պլյուսերի թիմ ու մինուսների թիմ։ Հիմա պլյուսերի թիմերի ռանգերն են լինում 5, 3, 7, 4, 6, գումարային 25։ Մինուսների ռանգերի նման 1 գումարած 2, 3։ Ահա։ Այսինքն այստեղ հիշենք, որ 1-ը նշանակում է ամենափոքր, էլի, ոչ թե ամենամեծ։ Այսինքն այս 1 ու 2 նշանակում է 2 հատ պստիկ փոփոխություն ա եղել, էլի։ Ու մինիմումով եղավ, որ փոփոխությունները այս փոքր խմբի մոտ 3 էր ընդհանրապես։ Ահա։ Հիմա ուղղակի արդեն այստեղ կրկին մի հատ ինչ-որ ուրիշ աղյուսակի ենք դիմում, կոնկրետ ինչ-որ p-value-ին համապատասխանող բանող, էլի շեմ ենք ունենում սրա համար, ու այս 3-ը համատում ենք այդ շեմի հետ։ Եթե փոքր է, բան ենք անում։ Մերժում ենք, եթե փոքր չի, չենք կարողանում մերժել զրոյական հիփոթեզը։ Հա, հարցեր, ժողովուրդ, սրանից։ Հայկ ջան, իսկ ընդհանուր առմամբ այդ շեմը ոնց են որոշում, օրինակ, ասենք այդ թվից փոքր է բան, այդ բոլոր թեստերում էլի մենակ սրանում չէ։ Այսինքն այս օրինակ ինչի հետ համատենք այդ երկուսի թե բանի։ Հա, էլի, հա։ Հա, այստեղ միտքը էլի նույնն է, որ բան ենք անում։ Ենթադրած այդ ստանդարտ ենթադրած բաշխումը, որ ունենում ենք զրոյական հիփոթեզի, այստեղ ինչ որ դիստանցիաներ, որ համատում ենք, տեսնում ենք ինչ որ մի հատ արժեք, որ այս արժեքից հետո այս արժեքից այն կողմ գտնվելու հավանականությունը օրինակ 5% է, այսինքն եթե զրոյական հիփոթեզը ճիշտ լինի, sense բան տեսնելու հավանականությունը 5% է օրինակ, ու տեսնում ենք, որ եթե ինքը 5%-ի շեմի մեջ է, ուրեմն լուրջ տարբերություն է, էլի։ Այսինքն ամեն ինչի տակ ընկած է էլի նույն ինչ որ բաշխում վերցրու, այդ բաշխման CDF-ի ինչ որ պատրաստի արժեք նայի, ասենք 95% է քեզ պետք 20 վերցրու, 98% է պետք 20 վերցրու։ Այսինքն ուղղակի հաշվարկով արի մի հատ թիվ գթի, ու այդ թվի հետ համատի, հասկացի հիմա այս պոչի մեջ ես, թե այս պոչի մեջ ես։ Okay։ Okay, merci։ Այսինքն էլի իրավիճակային է, էլի մեզ պետք է քանի տոկոս համոզված եղնենք, ըստ դրա ենք այդ թիվը վերցնեմ։ Հա, այսինքն այդ p-value-ն էլի ֆիքսում ենք, էլի նախապես։ Ստանդարտ 0.05 ենք վերցնում հիմնականում, տենց համարյա միշտ, բայց ոլորտից ոլորտ կարա տարբեր լինի, էլի։ Ոնց ինչքան փոքր, այդքան վստահ ենք։ Հարցը նա թե որն է այն ամենամեծ փոքր թիվը, որը ընդունելի կլինի, էլի։ Okay, merci շատ։ Ձեզ էլ merci։ Էլի ցանկացած հարց ժողովուրդ այս ամենից։ Հայկ ջան, այդ ռանգերը ոնց հաշվեցիք, այդ մոսը չհիշեցի ես։ Հա, այս ռանգերը ուղղակի ոնց որ սորտարելով, ոնց որ այստեղ էս որ թվերը ուղղակի 1-ից 7 թվերն են, ռանգերի հետ բռնում են մի քիչ կարող շփոթացնող է, բայց պատկերացնենք օրինակ եղել է տարբերությունները 13, հետո 2, հետո 4 օրինակ։ Մենք հիմա սրանց ռանգերը կասենք դու երրորդ տեղում ես, դու առաջին տեղում ես, դու երկրորդ տեղում։ Ոնց որ ըստ բոյի շարք ենք կանգնացնում էլի իրանց։ Հա, ու մի հատ եթե սենց գրաֆիկոտ բան նայենք, հələ էլի թեստ ենք անցնելու իհարկե, բայց կարանք սա տարանջատենք օրինակ ըստ նրա, թե ինչ տեսակ տվյալներ ունենք։ Իրանք տենց կատեգորիկ են, ծխող, չծխող, թե անդադար են ուղղակի, ճնշում է այսքան, ճնշում է այնքան եւ այլն եւ այլն։
Հետո դրան նայենք, թե քանի փոփոխական ունենք, օրինակ։ Ունենք երկու փոփոխական, գնացինք այս խիքառակուսու այդ անկախության թեստին։ Ունենք մենակ մի փոփոխական, կարան գնանք պրոպորցիաներ նայենք։ Ղուշը անգել թե գիրը անգելը, օրինակ այդ կատեգորիկով կգանք ստեղ, հետո կնայենք արդեն, օքեյ, ունեինք բան, պրոպորցիա կարանք հաշվենք, ղուշեր գիրեր, կգանք z թեստը օգտագործելու։ Եթե երկուս չի, օրինակ 6 հատա, զառնա, կգանք այս goodness of fit թեստին։ Այս մյուս ճյուղի մեջ արդեն բանա, ունենք ուղակի մարդու արյան ճնշումներն է, մի մարդու համար տենց գնում է, մի sample անոց t test։ Եթե ուղակի անկախ չի զույգավորված է, ասենք բան, մինչև դեղից հետո ճնշումներ, դրանից արդեն գալիս ենք բան, pair t test-ին կամ Welch test-ին։ Եթե ունենք անընդհատ ու խառը ու շատ քանակի խմբեր, ոչ 1, ոչ 2, այնինք այնտեղ տարբերակ ունենք, որ բան, ունենք երկու բան դաստալու մոտեցում, դասատու 1-ի, դասատու 2-ի մոտեցում, ուզում ենք տարբերությունը հասկանանք, իսկ ինչ եթե մի հատ է դասատու 3 կա, այդ բանն է, գալիս ենք դրանով ANOVA-ին, analysis of variance-ին։ Այդ էլ այսօր հեսա մի քիչ հետո ենք նայելու։ Բայց սա մեր ընդհանուր մոտեցումն է։ Այստեղ մի հատ աղյուսակա թե ոնց որ տարբեր օրինակների թե ինչ է երբ որտեղ բան, հիմա սաղ չենք կարդա, բայց եթե կուզեք, կարաք հետո ավելի դանդաղ նայեք ու ոնց որ կարաք մտքում ասած փակեք, փորձեք բանել ճիշտ եք բռնացնում, ոնց որ ճիշտ եք համապատասխանություն անում, թե չէ։ Կարելի ասած տնային է դնել չֆայմացի։ Բայց սա, ստեղ ուղղակի slide Python-ի թեստերով հիմա խոսանք մի հատ այս ամեն ինչը միավորող մի հատ գաղափարից, որ այնց հազար մի տարբեր թեստ ունենք, բայց ինչ որ մի ձև կարանք իրանց տակից միավորենք, թե չեն, ոնց որ մի հատ ընդհանուր տեսություն ունենանք, որ միանգամից բոլորի մասին խոսա։ Եկեք ստեղ մի հատ օրինաչափություն նկատենք, որ ինչ է տեղի ունում, երբ որ մենք այդ զրոյական հիփոթեզ ու ալտերնատիվ հիփոթեզն ենք կազմում։ Զրոյական հիփոթեզի դեպքում մենք ֆիքսում սառացնում ենք ինչ որ արժեք։ Ասում ենք օրինակ μ հավասար է 509։ Ալտերնատիվ հիփոթեզը գալիս ասում է, չէ, գիտես ինչ, հավասար չի 509, կարող ուրիշ թիվ է լինի։ Այսինքն այս սկզբնականը ինքը սահմանափակում է դնում։ Ինքը restriction է ավելացնում տերմիներով կամաց սկսենք։ Այս երկրորդը սահմանափակված չի։ Նույն այս գաղափարը տեղի ունենում բոլոր մեր մոտ դեպքերում։ Մի դեպքում ասում ենք օրինակ միջինը հավասար է սրան, այն մյուսը ասում է չէ, հավասար չի։ Երկու դեպքանում օրինակ ասում ենք, գիտես ինչ, այս երկու բաների միջինները իրար հավասար են, այս երկու խմբերի, այն մյուսը չէ, կարող է շուտ հավասար լինեն։ Հիմա այստեղ մի հատ sense հարց կա գա։ Այս զրոյական հիփոթեզը, որ սահմանափակում է դնում, ասում է, չէ, գիտես ինչ, սա հավասար է սրան։ Այս ալտերնատիվ հիփոթեզը այդ սահմանափակումից ազատում է մեզ, ասում է, չէ, տենց չի։ Հիմա մեր սաղ թեստը գայս է նրան, որ երբ որ մենք այդ սահմանափակումը հանեցինք, ինչքանով լավացավ մեր մոտարկումը։ Մոտարկում ասելս, ոնց որ տվյալներ ունենք, այդ տվյալների բաշխման մասին խոսում ենք, կարանք արդեն բան անենք, ասենք այդ բաշխման միջին ենք ուզում հասկանանք, կարանք այդ ոնց որ հիշենք, որ այդ կետերը, որ ունենք, իրանք տարբեր բաշխումների դեպքում տարբեր հավանականությունների արժեքների են համապատասխան լինում, ու կարանք ոնց որ խոսանք նրա մասին, թե ինչքան լավ է այդ բաշխումը նկարագրում այդ տվյալները, հաշվելով իր likelihood-ը, չէ՞։ Այսինքն այս խտության ֆունկցիայի բոլոր բաները fx1 անգամ fx2 եւ այլն sense գրելով, իրանց արտադրյալը նայելով, ու սա դիտարկելով որպես այս բաշխումից ֆունկցիա, այսինքն թետա պարամետրով ոչ թե x1, x2 եւ այլն, հենց likelihood-ն ենք, չէ՞ ստանում։ Կարանք այդպես maximum likelihood estimation անելով գնանք այդ ստանանք։ Հիմա ըստ էության այս թեստերը դրա մասին են նաեւ խոսում մեր մոտ։ Մի հատ եթե կոնկրետ օրինակով մի հատ էլ ասենք, ունենք h0 սահմանափակված մոդել, որ ասում է որ բան p-ն հավասար է 0.5, կոպեկ ենք գցում, ղուժգիր 0.5-ը հավանականություն, իսկ ոչ մի ազատ անդամ չունենք։ Բոլոր պարամետրերը ֆիքսած սառացրած են։ Իրան նայում ենք ընդդեմ նրա, որ չէ, գիտես ինչ, p-ն ուղղակի 0-ից 1 ինչ որ արժեք է։ Իսկ մի հատ պարամետր ենք ունենում ազատ։ Ահա։ Ու հիմա նայելու ենք որպես տարբերություն այս
restricted ու full ամբողջական մոդելների պրակտիկ տարբերությունները որպես մոտարկող բաներ։ Հա, ու ինչ կարանք անենք, կարանք տվյալները որ կա, ասենք գցել ենք կոպեկները, ղուժգիր, իրենց կարանք դիտարկենք որպես գալիս են 0.5 պարամետրով բեռնուլիից ու գալիս են ինչ-որ չգիտեմ ինչ պարամետրով բեռնուլիից ու նայենք տեսնենք այս չգիտեմ ինչով որ վարվենք։ Կարանք գտնենք օրինակ մի հատ շատ լավ է, չգիտեմ ինչի արժեք, օրինակ այնտեղ 100 անգամ գցել ենք 80-ն նանգե, գան գտնենք որ 0.8-ը շատ լավ պարամետր է իրան։ Այդ կարանք օրինակ անենք ստանդարտ են շատ լեկցիա առաջվանից maximum likelihood estimation անելով, գանք sense տարբեր բաշխումներ դնելով գան գտնենք։ Ու այս likelihood-ը ոնց որ ինչքան բարձր, եթե ունեմ ստեղ այս տվյալները ու նայում եմ այս բաշխումը սրանց արտադրյալ ու նայում եմ այս բաշխումը այս պստիկների արտադրյալ, այս արտադրյալները բավականին տարբեր թվեր են լինելու, չէ՞։ Ու մենք կարող ուղղակի նայենք իրանց հարաբերությունը։ Այսինքն այս սահմանափակումը, որ հանեցի, ստացա ինչ-որ ավելի լավ պարամետր, ինչքան ինքը լավացրեց մոտեցումը։ Այն անվանում են likelihood ratio statistics, մեծատառ լյամդա։ Ասում ես երկու մոդելն է maximum likelihood estimation-ով հաշվի, ըստեյության մի դեպքում ուղղակի pen հավասար 0.5-ի համար հաշվի, մյուս դեպքում գնա գտի լավագույն արժեքը, ու նայի դրանց բանը, հարաբերությունը։ Likelihood բաժանած ratio։ Հիմա եթե սա մոտավորապես 1 է, ստացվում է որ դե տարբերություն չկա որպես այդպեսին, էլի այդ սահմանափակումը կլինի թե չէ։ Ուրեմն այդ մեր զրոյական հիպոթեզը, որ ասում ենք, չէ, գիտես ինչ, այս ուղղակի արժեքը 0.5 էր հենց, խմբերի մեջ տարբերություն չկա կամ բանման եւ այլն։ Էլի նորմալ էր։ Պետք չի չենք այնքան շատ տարբերություն չենք ստացել, որ այդ մեր զրոյական հիպոթեզից մեր բան անենք, ձեռք քաշենք։ Բայց եթե օրինակ 0-ին մոտիկ թիվ է գալիս, հա, այս էլ նշանակում է, որ բան։ Հա, այստեղ ասում ենք h0-ի դեպքում եղած բաժանած h1-ի դեպքում եղած։ Այսինքն այս h1-ի դեպքում եղածը շատ ավելի մեծ է եղել, քան h0-ինը, դրա համար 0-ին տենց լավ մոտիկ է եղել հարաբերությունը։ Այդ դեպքում ստացվում է, որ այս զրոյական հիպոթեզը ահավոր ավելի վատ է նկարագրում մեր տվյալները, քան այս ալտերնատիվ հիպոթեզով ստացվածը։ Ու այս դեպքում պետք է օրինակ գանք մերժենք բանը։ Եթե 1000 անգամ կոպեկ ենք գցել, եթե ասենք արժեքներ ունենք 1000, 1001, 1002, ու մեր զրոյական հիպոթեզն է, որ մյուն հավասար է 509, պետք է ասենք, որ չէ, սա բավականին վատ է նկարագրում։ Ու դա նաև կարող եմ պատմի այս մեր likelihood ratio հաշվելու մոտեցումը։ Հիմա այս սրա գլխից կարանք էլի բան կառուցենք, թեստ կառուցենք, որտեղ որ այս likelihood-ը հաշվում ենք, հետո նայում ենք -2 անգամ լոգարիթմ այդ արժեքը, այստեղ հիմնավորումներ է գրած, ոնց որ թե ինչի ենք այս բանաձևից օգտվում, շատ չխորանանք, բայց տենց Wilks-ի թեորեմի հետ կապված բան է ու տենց նաև ունենք Wilks-ի թեստի գաղափար, որտեղ որ գալիս ենք, սա հաշվում ենք, ratio-ն վերցնում ենք -2 լոգարիթմ այդ արժեքը, ու հիմա իրան համեմատում ենք այս h0-ի դեպքում եղած խ քառակուսուց ստացած արժեքի հետ, ու կրկին այդ կրիտիկական արժեքի հետ համատություն անելով գալիս ենք, տեսնում ենք, օքեյ, բաներ, էական տարբերություն, բան, ոնց այդ մերժելու ռեգիոնի մեջ էր, թե մեջ չէր։ Էլի նույն ավանդական բանը, բայց որպես ընդհանուր տեսություն նկարագրած, էլի, որպես ուղղակի ասում ենք սահմանափակ մոդել, ոչ սահմանափակ մոդել։ Էլ չենք խորանում մնացած ամեն ինչի մեջ, էլի, ինքը տակից աշխատող գաղափար է ավելի շատ, էլի որպես։ Դե ժողովուրդ, միջով էս ինչ նայում էինք, ոչ մի բան չկար, որ ունենար 3-ից ավել, 2-ից ավել խումբ։ Կարար լիներ 2-ից ավել դեպք, զառը ունի 6 դեպք, բայց այդ մեկը մի հատ զառ է, որպես այդպեսին, էլի։ Իսկ ինչ անենք, երբ որ արդեն 2 կամ 1 խմբից գնում ենք դեպի կահատ խումբ։ Օրինակ ունենք ինչ-որ բան, քննության արդյունքներն ենք ֆիքսել A դասատուի, B դասատուի ու C դասատուի դասարանների։ Հիմա մենք ստեղ ունենալու ենք արդեն կատեգորիկ չեն լինելու մերը, մեր մոտ լինելու են արդեն անընդհատ տարբեր արժեքներ,
Այսինքն ոչ թե լինելու է ծխող չծխող ու իրենց քանակներ, այլ ամեն մի խմբում լինելու է տարբեր տեսակ արժեքներ։ Նենց չի ստեղ ասում ենք առաջին, երկրորդ, երրորդ դասատուներ ու ամեն մեկի համար քննությունը հանձնել չեն հանձնելի դեպքեր չի մեր մոտ, էլի, թե չէ կարենք այդ goodness of fit-ի գաղափարից օգտվենք։ Հիմա ստեղ ոնց մոտենանք։ Մի մոտեցում կարելի լինի, որ գիտենք այս զույգային t-թեստը, նայենք, ասենք ան ու b-ն իրար հետ համեմատենք, ան ու c-ն, b-ն ու c-ն։ Այս էլի որպես այդպեսին ինդուկցիայի գաղափար ենք անում, էլի երկուսի դեպքում գիտենք մոտեցումը, 3-ը բերում ենք այդ երկուսի դեպքին, դրանով փորձում ենք լուծել, բայց սա ահագին բացական կողմեր ունի։ Մի բացական կողմն է, որ օքեյ, 3-ի դեպքում 3 անգամ 2/5-ը շատ վախենալու թիվ չի, բայց 100 անգամ 99/5-ը արդեն վախենալու շատ թեստեր է լինում այդ հաշվարկային տեսանկյունից։ Դեռ մի հատ էլ եթե հիշենք մեր տենց նախորդ լեկցիային գործնականին նայած գաղափարը, որ իսկ ինչքան է հավանականությունը, որ չեղաստեղից ինչ որ բացահայտում կունենանք, այսինքն ամեն մեկի դեպքում եթե p-value-ն որպես ասենք աշխատեց p-value-ն 0.05 ենք վերցնում, նշանակում է, որ 0.95% դեպքերում է, որ իրոք ճիշտ արդյունք ենք ունենում, 3 թեստի դեպքում խորանարդ պետք է նայենք ու 1 - 0.95%-ը թե ինչքան հավանականությունը, որ ոչ մի էֆեկտ չկար, բայց գոնե մի հատից էֆեկտ կերևար, արդեն 3-ի դեպքում 15% է դառնում, էլի, 10-ի դեպքում ինքը դառնում է 90%։ Ահա որ վտանգավոր է, որովհետև կարանք ուղղակի չեղաստեղից բացահայտում ունենալ։ Ինչը մեզ կփրկի, հա, իհարկե կարանք այն Bonferroni ճշգրտումը անենք բանման, p-value-ն ասենք դե փոքրացնենք, եթե ավելի շատ կատեգորիա ունենք բան, բայց ավելի էլեգանտ ու հաճելի կլիներ ուղղակի ունենալ մի հատ թեստ, որ մի հատ թեստը միանգամից մեզ գար ասեր, ինչ որ տարբերություն կա այս խմբերի մեջ, թե չէ։ Ինքը մեզ չէր ասի, որ այս երրորդ խումբն է, որ ինչ որ շատ տարբեր է իրան պահում։ Ինքը ալաբոլային չի գտնում, ինքը ուղղակի ասում է ինչ որ մեկը մի քիչ ալաբոլա է իրան պահում ստե։ Ու դա հենց մեր analysis of variance-ի թեստն է, ANOVA։ Ու իր ասած միտքն է, որ ինքը վարիացիաների հետ է սա լրիվ աշխատում։ Այսինքն ունենք ինչ-որ 3 հատ տարբեր խումբ հիմա, այս իրանց բաներն է, թեստերի արժեքներն է։ Այս ստեղ ինչ-որ միջինը x1, սրան միջինը x2, միջինը x3։ Հիմա եթե ոչ մի տարբերություն չկա այս խմբերի մեջ, իհարկե ոնց որ արժեքները ընդհանուր ծրված են լինելու, էլի տարբեր ձևերով, ասենք մի խմբում համ ինչ որ բարձր ստացողներ լինելու, համ ցածր ստացողներ։ Բայց միտքը նրանում է, որ եթե տարբերություն չկա, ուրեմն պետք է այս ոնց որ խմբի մեջ եղած տարբերությունը, այսինքն այս առաջի խմբի մեջ վարիացիան, այս երկրորդի ունեցած վարիացիան, երրորդի մեջ վարիացիան, պետք է ըստ էության նույնը լինի, ինչ այս բոլոր խմբերը իրար մեջ ունեցած վարիացիաները։ Այսինքն սրանց այս միջինների տարբերությունը եթե նայեմ, ինքը պետք է էական տարբերություն չտա համեմատ նրա, թե ոնց են իրանք բնական ձևով իրանց խմբի մեջ տարբերվում։ Չպետք է այս խմբերի միջև տարբերությունը կարճ ասած ավելի շատ լինի, քան խմբերի ներսում տարբերություն։ Ասենք այսա շատ լավ դեպք է նրա, որ ոնց որ թե ոչ մի տարբերություն չկա խմբերի մեջ։ Այստեղ էական տեսնում ենք, որ այս դիստանցիաները իրանք ավելի շատ բացատրվում են նրանով, որ այս A ու B խմբերի մեջ տարբերություն կա։ Ոչ թե նրանով, որ դե ուղղակի երկու տեղ էլ լավ սովորող կա, վատ սովորող կա, որտեղ այս դիստանցիան էական չի։ Համատած նրա, թե ինչքան է սրանք իրարից տարբերվում։ Այսինքն սա այդ շեշտը, գաղափարի շեշտը այդ ներքին վարիացիա ու խմբերի միջև վարիացիա հաշվելու մեջ է։ Սա նման գաղափարին հետո ML անելուց clustering-ի ալգորիթմներ անցնելուց ենք բանալու, որտեղ ասում եմ Հաճախ այդ խմբի մեջ վարիացիան, հա, որ գիտենք ոնց ենք այդ նույն խմբի մեջ վարիացիան, հա, կհաշվենք, բայց խմբերի միջև վարիացիան ոնց է հաշվում։ այդ ուղղակի բան, մի քիչ այդտեղ վարիացիա ասածը մի քիչ բան էր, այդքան ճիշտ տերմին չէր, ավելի շատ խմբերի միջև միջինների միջև տարբերություններ, էլի։
ոնց որ վարիացիա ավելի շատ անգլերենի մաս, ինչքանա vary անում, ինչքանա տարբերվում, ոչ թե հենց Հա, մաթեմատիկական այսինքն բառերով, էլի։ ամեն մի խումբի միջինը մյուսից ինչքան է տարբերվում, էդի где-то նույնը լինի, ինչ որ նույն խմբի միջիններով, հա, այդ նախադեсություն ուզում եմ հասկանամ։ Սենց գծագրով հասկանում եմ, բայց եթե հաշվելու լինեիք, ո՞նց էիք անելու։ Հա, եկեք բան անենք։ Եկեք հենց բանաձևին գանք, որտեվ կարող է այս ինտուիտիվ խոսալուց կարող է ինչ-որ բաներ այդքան էլ լավ ասածը չլինեի կակրաս։ Մենք ստեղ գալու ենք հաշվենք ներքին այդ սփռվածքը իրանց որպես բան։ Մի վարքան։ Ամեն մի խմբի համար, այս առաջի խումբ, երկրորդ խումբ, երրորդ խումբ, հաշվենք հետևյալ գումարը. x-ի միջին, ստեղ կետիկ հանած, x կետիկ քառակուսի, հեսա ասեմ ինչա։ Առաջին կետը լինում է այսա։ Մենք լինում է այս առաջի խմբի միջին։ Այսինքն այսա վերցնում ենք ու իրան համատում ենք բանի հետ։ Բայ ժողովուրդ ներողություն, թարս ասեցի, կներեք։ Ներողություն։ Ներքինը հաշվելու համար վերցնում ենք, օրինակ այս առաջի խմբի համար SS width-ը հաշվում ենք որպես կրկնակի գումար, այսինքն գումար իժիեր։ Այսինքն առաջին խումբ, առաջի խմբից առաջի կետ, առաջի խմբից երկրորդ կետ, առաջի խմբից երրորդ կետ եւ այլն։ Հանած իրանց այդ ամեն մի խմբի միջին։ Այսինքն x1 ու կետիկ նշանակում է ինչ որ է։ Այսինքն ես այդտեղ գալիս հաշվում եմ այս դիստանցիա, այս դիստանցիաների քառակուսիներ։ Էդի մոտ լինում է այս առաջին գումարելին սենց ասած։ Հետո երկրորդ խմբից առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ բոլոր կետերով անցնում եմ, գայս եմ այս քառակուսիների դիստանցիաներ, այս ամեն ինչը իրար գումարելով գնում եմ։ Այս իմ դասերի միջև ներքին վարիացիայի հաշվելու պահն էր։ Սա երևի նենց ավելի քիչ շփոթացնողն էր։ Հիմա ավելի շատ շփոթացնողը այդ between-ն է։ Ստեղ արդեն գալիս նայում ենք բանի միջև։ Հա, ստեղ այս բանը մի քիչ լավ չի ասել են ժան, այսինքն լավ չի ասել, մի քիչ խափելով է ասել։ Խմբերի միջև շեղումը հաշվելուց մենք մի հատ ունենալու ենք ընդհանուր էս բոլորի մեջ ունեցած միջին։ Սաղ կետերը եթե գումարեմ իրար, միջինը վերցնեմ։ Էսա բոլոր կետերի միջինն է այս մեկը։ Հիմա ես գալու եմ ու այս ամեն մի խմբի միջինը համատեմ ընդհանուր բոլորի միջինի հետ, այս սրանց հետ։ Ու վերցնեմ դրա քառակուսիները։ Այսինքն խափել է, որ բան է խափել, որ ասում է ես խմբերի միջև միջիններն եմ հաշվում, իրականում խմբերի միջինների ու գլոբալ միջինի հեռավորություններն ենք հաշվում։ Դա հեռավորությունների քառակուսիները ավելի շուտ։ Մեկ է որպես նորմավորող ֆակտոր ամեն մի էսենց տարբերությունը բազմապատկում ենք այդ խմբում կետերի քանակով, այսինքն եթե ունեմ մի հատ խումբ, որտեղ երկու կետիկ ունեմ, մի հատ խումբ, որտեղ 100 կետիկ ունեմ, այս 100 կետիկի միջինի տարբերությունը գլոբալ միջինից պետքա շատ ավելի շատ քաշ ունենա, քան այս երկու հատիկին է, էլի։ Բայց այդ բանաձևով։ Այսինքն մի դեպքում բոլոր այս sense դիստանցիաների քառակուսիների գումար, մյուս դեպքում ամեն մի խմբի միջինի գլոբալ միջինից հեռավորությունների քառակուսիներ ամեն մեկի կշռված միջինով ըստ բանի, կետերի քանակի։ Այս կոչվում է sum of squares, քառակուսիների գումար որպես ու այս էլ հետագայում ռեգրեսիա անցնելուց էլ արքառակուսի հաշվելուց ենք նման լավ, շատ առաջ չգնամ։ Հայկ ջան, այդեն ժամանակային շարքերի վախտա չէ, մեկ է սենց բաներ օգտագործում ինչ որ Ժամանակ իրականում
ժամանակային շարքերից ես տենց լավ հավեսով հեռու եմ, այդ ոլորտ տենց չեմ մտել։ Դա համար ոնց որ կոմպետենտ չեմ կարա ասեմ, բայց հիմա եթե մտածեմ այնտեղ ոնց կարանք սա օգտագործենք, ինքը ավելի շատ որպես ստանդարտ բան կարող օգտագործվի, էլի, այն տեսանկյունից, որ ունենք բան, ինչ որ ռեգրեսիոն շարք, ռեգրեսիոն ասելս անընդհատ ինչ որ շարք ունենք, ու ինչ որ գուշակություններից հեռավորություններ ենք նայում, այնտեղ կան գաղափարներ, օրինակ բան, մի հատ մոդել, որ ուղակի միջին է որպես գուշակում, ինչքան կլիներ իր սխալը ու ինչքան կլիներ այնտենց ընդհանուր սովորական մոդելի սխալը, այտենց ինչ որ դրա հետ է ավելի շատ իրան ուզում կապեի, լավ մի քիչ ինչ-որ շատ խառախոսացի, ժամանակային շարքի հետ կապված օրինակ sense տվյալներ ունենք, այդ գտնենք օրինակ ինչ-որ ցիկլ, որ այդքան ժամանակը մեկ ինքը կրկնվում է կամ ինչ-որ այդ վախտերը մեր վայթի օգտագործվում ինքը ու դրա նման բաներ։ Ինչ-որ տենդենց հաշվենք ինչ-որ ցիկլային բաներ, ինչքան ժամանակը մեկա կրկնվում ու ինչ-որ պատահական գործոններ էլի այդ ամեն ինչի հետ, այդ իրեք իրար գումարենք, ստանանք մեր այդ ունեցած շարքը։ Խելքին մոտ է թվում, ուղղակի ոնց որ բան, ես այդտեղ կոմպետենտ չեմ էլի, որ կարանամ ինչ-որ բան ասեմ, կարանք հետո գուգլենք կամ Claude-ին հարցնենք, բայց դա ինչ շատ բան չեմ կարող վերացնել էլի, ներողություն, զուտ բան չի։ Շատ բարի, ստեղ Ջորդեն ինչ-որ ցանկացած, նշում եմ։ Հայճան այդ վերևի հավասարությունը տեղի ունենալ այդքան ակնհայտ է։ Այս վերևի հավասարությունում իրականում բան, տենց իրակ ակնհայտը ասածս այս ապացուցելու համար պետք է ուղղակի բան անել, ոնց որ զուտ ջանջալ քառակուսիները բացել, մի քիչ խմբավորել, գործիքակազմի տեսանկյունից ոչ մի դժվար գործիք չի պահանջում, զգալու տեսանկյունից կարող է այդքան ինտուիտիվ չլինի, էլի մի ասենց սկզբնական տեսնելով։ Այսինքն որ այս բոլորը, եթե նայենք ինչքան են տարբերվում այս գլոբալ միջինից, այդ նույնն է ինչ ամեն մեկը իրանց միջինից տարբերվել ու խմբերի իրար մեջ տարբերվել բանման, բայց եթե բացենք, այստեղ այս կետերի քանակը միջինով բազմապատկելը տենց շատ սիրուն գալիս է ուղղակի գումարին իր բանման, այսինքն որ բացենք մի քանի տողով կգանք, ուղղակի ձանձրալի տողեր են լինելու, էլի։ Հա, շա, եղավ լավ, մերսի։ Ձեզ։ Բայց օքեյ, բայց թեստին բերելու համար մեզ պետք է էլի մի հատ ինչ-որ արժեքի սա մոտեցնենք ու ինչ-որ բան, ռեֆերանս արժեքի, ինչ որ աղյուսակից նայած արժեքի բերենք։ Այստեղ մեր մոտեցումն է, որ այս ներքին հեռավորությունը, էլի թարս ասեցի, իրար մեջ հեռավորությունը բաժանում ենք այդ նույն բանը երկուսին է վերաբերվում, ասենց որ խոսում է։ Մի խմբերի միջև հեռավորությունները, տարբերությունները բաժան այս խմբերի ներսի տարբերությունների վարիացիաների հետ որ հաշվում ենք, ուստեղ իրանց ուղղում ենք ըստ իրանց բաների, ազատության աստիճանների, այսինքն եթե ունենք օրինակ 10 հատ խումբ, ազատության աստիճանը 9 է լինում, եթե ունենք բան 1000 հատ կետ ունենց բան 3 հատ խումբ, այնտեղ արդեն 1000 մինուս 3 ենք վերցնում որպես, այլ մի խոսքով հաշվենք մի հատ sense արժեք, որին էլ անվանում են f արժեք, նայում ենք իր համապատասխան f աղյուսակից ու կրկին, եթե սա մեկին մոտիկ է, ըստ էության տարբերություն չկա այս խմբերի բաժանման մեջ, եթե մեկից զգալի տարբեր է, ուրեմն արդեն կարանք գանք մերժենք։ Նման նրա թե ոնց այդ likelihood ratio թեստի դեպքում արեցինք, էլի։ Այս f distribution-ը ինչ որ մի քանի տարբեր արժեքի համար, բայց հա գաղափարական տեսանկյունից անովան սա էր։ Այս անովան որպես ենթադրություններ ունի դե անպայման անկախություն, ինչպես միշտ նորմալություն, ակնկալում ենք որ տենց խմբերը ընդհանուր առմամբ բան են, մոտավոր նորմալ բաշխված են, ու մեկ է մի հատ էլ ենթադրություն, որ ասում ենք, ենթադրում ենք, որ բան, վարիացիաները քիչ շատից նույնն են, սրան անվանում են homoscedasity, բայց այդ որպես նշումներ։ Հիմա եթե
օրինակ ունենք 10 հատ մեթոդ, հաշվել ենք անովան, տեսել ենք, որ կարողանում ենք մերժել զրոյական հիփոթեզը, այսինքն որ զրոյական հիփոթեզը ոնց որ ասի, որ բոլոր խմբերի բաները նույնն են, միջինները։ Այդ դրանից հետո, երբ որ իմանում ենք, որ կա տարբերություն, արդեն ողջելու համար թե իսկ որտեղ է այդ տարբերությունը, մի հատ նոր բան որ կարանք օգտագործենք, այդ տուկիի HSD-ն է, honestly significant difference, այսինքն իրոք էական տարբերություն։ Այստեղ իր մոտեցումը տենց մի քանի օրինակով դրած է, թե ոնց իրան կարանք անենք, բայց այս շատ որպես դետալ է, էլի, իրան շատ չենք բանանի, շատ չենք մնայի, բայց էլի մի հատ ինչ-որ շեմ է հաշվում ու խմբերի զույգերի համար նայում է տարբերությունը այդ շեմից շատ է, թե չէ, ըստ դրա արդեն հասկանում է էական է, թե չէ դա։ Բայց հա, թե կոնկրետ բանձևը ինչ է բանման, այդ մեզ հիմա շատ էական չի։ Հա, ուղղակի որպես կոնցեպտ էլի։ Մի հատ սկզբում պարզում ենք հետարքիր բան կա թե չէ, ընդհանրապես հետո գնում ենք նայում ենք այդ որտեղ է այդ հետարքիր բանը, էլի։ Շատ ավելի օպտիմալ է, որովհետև շատ հավանական է, ուղղակի առաջի քայլից հետո տեսնենք, որ հետարքիր բան չկա։ Էլ իմաստ չունի առանձին զույգերի համար փորձել նայել։ Մեկ է որպես sense մի հատ եզրափակող գաղափար, այսքան թեստեր բաման որ խոսում ենք, մենք կարող ենք շատ զգացած չլինենք, այսինքն դժվար թե ինչ որ մեկս բան գնացել ենք, գրանցվել ենք հետազոտության, մեզ մեկ պլացեբո են տվել կամ դեղ են տվել բանման, կարող ենք մտածենք, որ դե մեր հետ sense բան տեղի չի ունեցել, ընդհանրապես sense թեստեր բանման։ Բայց իրականում, եթե օգտվում եք համարյա անհնար է ինտերնետից օգտվել ու չդառնալ AB թեստի բան, զոհ։ AB թեստը որն է, սարքել ենք մի հատ ինչ-որ թազա բան, ինչ-որ թազա փոփոխություն են կարող օրինակ մեր կայքում։ Մի հատ օրինակ բերեմ, այս մինչև այս նկարների աստվածը Google Lens Nano Banana մոդելներ, այս վերջեր այտենց շատ դոմինանտ էր էլի համեմատած GPT image, այդ GPT image-ի մոդելի, շատ ավելի առաջ էր էլի։ Վերջերս GPT image-ը հրապարակեց իրենց երկրորդ վերսիան, GPT image 2-ը։ Ու տենց ինչ որ համատություններով բամանով ու որակով էլ տենց շատ ավելի լավ է, ահա որ ավելի լավ է, քան նախորդը, էլի։ Այնտեղ հայերեն տեքստ գրելու մեջ էլ եւ այլն, մի խոսքով, ահա որ լավ է։ Այս ինչ ասում եմ, երկու շաբաթվա բան է, էլի։ Այս վերջերս ընկերոջս հետ ենք խոսում, բաներ անում, PhD-ի վերջնական հոդված բամաններ սարքում, դա ինչ որ իլյուստրացիաներ էր սարքում։ Եկել է, բա թե GPT-ն խայտարակ լավ է անում, շատ լավ է, մի խոսքով բան, ասում, բավ զարմացած եմ, բավ ոնց կարա սենսնի եւ այլն։ Մեկ էլ հետո մի քանի օրից հրապարակեցին բանը, GPT image 2 մոդելը, ինչ պարզվեց, այսինքն ինչ կարանք է դրանից զգուշակենք, որ ինքնուղակի GPT ինտերֆեյսում պատահականորեն ոնց որ թազա մոդել են հանում, պետքա փորձարկեն, չէ, հասկանան ավելի լավ է թե չէ, օգտագործելուց ինչ արդյունքի է բերում եւ այլն եւ այլն։ Այսինքն մի հատ պետք է լինի սկզբնական մոտեցում, մի հատը պետք է լինի այս մեր թազա մոտեցում։ Ու իհարկե պետքա չիմանալ, էլի, որ մոտեցման մեջ ես դու։ Ինքը հենց էր ստացվում, որ այդ պատականորեն այդ AB թեստի այն բան խմբի մեջ էր ընկել, որը փորձարկում էր GPT image 2 մոդելը մինչև պաշտոնապան հրապարակելը։ Այդ դրա համար է տենց ասում էր, այս խայտարակ լավ է սարքում մոդելները, այս ինչ է, ինչ որ անհավատալի լավ է բանման։ Ու նույնը իրականում շատ հավանական է, որ հենց GPT-ի մեջ էլ ենք հենց մենք էլ ինչ որ սովորական տեքստային մոդելներից խոսած մենք էլ ենք հանդիպել, համ ասենք թեկուզ google.com մտել եք, այդտեղ կարող է ինչ որ տարբերություն լինի, հիմա ինչ որ AI overview է բերում, կարող է ժամանակ չէր բերում, բայց պարտադիր չէ, էլի տենց AI-ի հետ կապված լինի այս ամեն ինչը։ Կարող ասենք բան, դիզայնն են փոխել, գույները ավելի վառ են դարձրել։ Հիմա հասկանան այդ լավ է ազդում, թե վատ է ազդում։ Այո, ոնց որ այս AB թեստերը շատ պրակտիկ ավանդական բան են ավելի տես տեխնոլոգիական ոլորտի մեջ թեստերի։ Իրանք այդ գիտական հետազոտական բաների նման չեն, ինչ որ ավանդական, որ ունեմ դեղ, ունեմ խումբ եւ այլն։ Բայց միտքը էլի նույնն է, որ երկու խմբերի մեջ հասկանանք տարբերություն կա էական, թե չէ։ Դնենք հիփոթեզ, որ տարբերություն չկա, հասկանանք ինչքան տվյալ է մեզ պետք օրինակ այնտեղ effective size բանման եւ այլն։ Պատահականորեն բաշխենք խմբերի ու արդեն ինչ որ թեստեր հաշվելով գանք համատենք իրար հետ ու ըստ ինչ որ շեմի բան անենք։ Որոշենք օրինակ, եթե էական տարբերություն է,
GPT Image 2 մոդելը հրապարակ ենք արդեն պաշտոնապես, եթե չէ, չէ։ Այստեղ սլայդերում մի քանի օրինակ է դրած, թե օրինակ ոնց հաշվել, թե քանի հոգու արժի ներառել թեստի մեջ, որ ինքը էֆեկտիվ լինի, սենց գաղափարի մասին ժամանակին խոսացել էինք։ Բայց հա, այստեղ մի քանի ավել բան է դրած, ավելի շատ տեխնիկական սլայդեր, ինչից զգուշ լինել, էլի, որ օրինակ, օքեյ, շեմից իջնի, հետո հետ բարձրանա, արժի երկար թեստը աշխատացնել, արժի հաշվի առնել, օրինակ, եթե ուղղակի թազա բան ենք դրել, մարդիկ տեսնում են թազա ինտերֆեյս, կհոսեն, օ, կտեսնենք կոճակի վրա, զուտ որտեղ ինքը նորա հետաքրքիր է։ Կա պարադոքսներ, ասենք Սիմփսոնի պարադոքսը, որ կարանք տվյալները բան անենք, բաժանենք խմբերի, ստացվի ամեն խմբում էֆեկտը մի ձև է, բայց միջինի էֆեկտը մյուս ձև է։ Մի խոսքով, մի քանի սլայդ կա, որ հետաքրքրոտի ժանրից են, գաղափարի ժանրից ուղղակի ուզում եմ այդ AB թեստերի մոտիվացիան ասեի ու մի քիչ ոնց որ այս ամեն ինչը բերեի առօրյայի։ Բայց այսինքն այդ AB թեստը ոնց է աշխատում, ինքը ոնց է իրականության մեջ աշխատում։ Երկուսս էլ մտնում ենք նույն կայքը, բայց իմ մոտ մի վերսիա է բացում, ձեր մոտ ուրիշ վերսիա։ Ոչ ես եմ խաբար, որ իմ մոտ նոր վերսիա է, ոչ դուք եք խաբար, որ ձեր մոտ հին վերսիա է։ Ուղղակի ինչ որ երկու տարբեր տեսակի է ցույց տալիս։ Այսինքն համակարգը ունի այդ, ասենք, այդ ֆայլի կամ բան, այդ կոդի երկու տարբերակ ունի։ Մարդկանց մի մասին մեկն է ցույց տալիս, մյուս մասին մյուսն է ցույց տալիս։ Չափումը իրանց բան պահվածք, օրինակ, չգիտեմ, տեսել են միանգամից կտցրել փագել են կամ հակառակը Կամ ինչքան երկար է մնացել, բան, տենց ինչ-որ բաներով են, հա, չափում։ Տենց խառը խշտիկ հազարով մի տարբեր բան են հաշվում, այնտեղ արդեն կախված թե ինչն է իրանց հետաքրքիր, էլի։ Ու ասում են, դե վсё, ունեմ երկու խմբերում եղել այս տարբերությունը։ Հա, ու արդեն սկսում է այդ հիպոթեզներով բանով աշխատել է։ Ահա, արդեն parzենք, էական է տարբերությունը, թե չէ, կարող օրինակ բան։ Ասենք մի հատ օրինակ բերեմ, այս YouTube-ի վիդեոները, որ բան, YouTube-ի վիդեոների thumbnail ենք դնում, այդ պատի նկար իրանց էլի։ Այս YouTube-ը բերել է, ասում եմ, AB թեստ աշխատացնես։ Երկու հատ thumbnail ընտրի, նայենք տեսնենք, որին են ավելի շատ կտցնում։ Ոնց ասի, օ, դու զեծ շատ հավես է, բան արեցի։ Իսկն երկու ըստ էության ինքը արդեն սկսել էր տոկոսայինով մարդկանց մի տոկոսին էս մի thumbnail ցույց տալ, մյուս տոկոսին սա ցույց տալ, ու այս YouTube-ի գրիչը չի աշխատում էլի։ Ասենք YouTube-ում մարդիկ տեսնում են այս վիդեոները, բան կամ կտցնում են կամ չէ, ինչ որ նկար կարող լինի, որ այդպես շատ գրավիչ լինի, կտցնես, մեկը լինի չկտցնես։ Ըստ դրանով ուզում են հասկանային, որն է օրինակ լավագույն thumbnail-ը, որ հետո դա պահեին։ Այդպես միացրեցի թեստը, մի երկու շաբաթ սպասեցի, եկավ ասեց բավարար տվյալ չունեմ, որ ասեմ, որն է ավելի լավը, ասի այ ես քո ցավն էլ տանեմ։ Բայց դա էլ օրինակ, ավանդական օրինակ AB թեստի, որ հաստատ մենք էլ YouTube-ը թերթելուց իր զոհ դարձել ենք, էլի։ Դե օքեյ, ժողովուրդ, ես մի երկու երեք հատիկ տենց տնայինոտ վարժություն կդնեմ, բայց իրանք տենց առանձնապես էական չեն լինելու։ Էականն է լինելու ավելի շատ են, որ ուղղակի կխնդրեմ բացեք մի հատ թերթեք, ինչ արել ենք, էլի, ինչև էս։ Պարտադիր չի վիճակագրությունից մենակ։ Հիմնականը վիճակագրությունից, որտեղ ոնց որ իրան ենք եզրափակում, բայց ընդհանուր։ Մի հատ ամեն ինչից ընդհանուր նայեք, փորձեք հարցեր պատրաստել ու արդեն հաջորդ դասին կպնենք հիմնականը այդ հարցերի վրայով անցնենք, էլի, սա այս մի անգամ որ այդպես կպել քննարկել էինք այդ ժամանակվայինց էր որպես խորհուրդ մնացել, եթե չեմ սխալվում, Վահրամ, հենց դուք եք առաջարկել այդ հարց պատասխանի բանի պահը։ Երևի է։ Ինձ թվում է շատ լավ միտք է, եկեք փորձարկենք, եթե, հա, ու մերսի վրա առաջարկել եք, եկեք փորձարկենք, եթե լավ ստացվեց, արդեն որպես ավանդույթ ինչ որ ժամանակը մեկ կմտնենք ու ակնկալիք չենք ունենա ոչ մի նոր բանի, ուղղակի հինը ծածկելու վրա, ծածկել այդ հինը մարսելու վրա կկենտրոնանանք, էլի։ Հա, փորձարկենք, եթե լավ եղավ, հետո ինֆորմացիայի տեսությունը այդ շաբաթական անեծքի վրա էլ կանենք, ու արդեն ML-ի վրա էլ կանենք։ ML-ի հետ կապված ես մտքումս պահել եմ, որ արդեն հունիսի 1-ին անպայման սկսած լինենք ML-ը, բայց տեսնենք, ըստ տեմպի, էլի, շտապելու բան չունենք, ուղղակի ինձ թվում է այտենց բավականին կոնսերվատիվ ռեալիստիկ գնահատական է, էլի։